Այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ներկայացնում։ Եթե ունեք որևէ հարցեր, կարող եք համեցեք։ Ուզում եի նախատել ինչ օրակարգ կա, ինչ ծրագիր կա առաջին ընտրություններում հաղթելուց հետո որն է լինելու առաջին քայլը, որ դուք անելու եք։ Որպես համայնքի ղեկավար անցնելու դեպքում առաջին քայլը լինելու է համայնք կապետարանի եւ կազմավորումը մենք ունենք լավ ընդլայնված ծրագիր, որ ծրագիրը հաստատելու ենք մեր ծրագրերը, որպեսզի առաջ գնանք եւ համայնքը բարձրացնենք ոտքի եւ ժողովրդի հավատքը վերականգնվի այս համայնքի եւ համայնքի ղեկավարների նկատմամբ։ Խոսքը գործնական քայլերի մասին, այսինքն առաջին բանը, որ Բեշմարի բնակիչը, Բաղաշապատի բնակիչը կունենա, որը պիտի լինի, ինչ ենք խոստանում բնակիչներին։ Մենք խոստանում ենք բնակիչներին, որ լինելու է թափանցիկ կառավարում եւ Վաղաշապատ համայնքում, ես ինչպես նշեցի, ղեկավարելու է ոչ միանձնյա ղեկավարություն, այլ ղեկավարելու է ամբողջ Վաղաշապատ համայնքը ժողովուրդը։ Նկատի բնակիչների կյանքում ի՞նչն է։ Այսինքն գույքագրել եք այն խնդիրները։ Դե առաջի խնդիրը լինելու է գույքագրումը, այն խնդիրները, որ գույքագրելու ենք։ Մենք գույքագրում ենք եւ գույքագրելու ենք մանրամասն արդեն, քանի որ մեր քարոզարշավի ընթացքում նաեւ գույքագրում ենք, դեռ չի ավարտվել քարոզարշավը, դեռ գույքագրելու ահագին բաներ ունենք, կգույքագրենք, հետագայում կորոշենք մեր անելիքները քայլ առ քայլ ըստ ծրագրի։ Հիմա համապարփակ ծրագիր ունի, չէ՞, ժառանգությունը, բազմավոլորտ, պրիորիտետներով, առաջնահերթություններով եւ այլն։ Ունի նաեւ հավաքական պատասխանատվության սկզբունք, այսինքն միանձնյա որոշման խնդիր չէ, ավականու հետ պիտի քննարկել։ Բայց քո մտքում որպես քաղաքացի կան ասես մեծ ծրագրից, համապարփակ ծրագրից 1, 2, 3 հարց, որ առաջինը պիտի ասես ներկայացնես եւ լուծես շարքային քաղաքացու համար։ Ուրեմն ծրագրի մեջ ներառված են շատ ու շատ քայլեր, առաջնայինը նշեմ, որ գյուղական համայնքներում եւ քաղաքում այդ խնդիրները, որոնք առկա են, տարբեր են, գույքագրման արդյունքում վերջնական պատկերը կունենանք, ինչ խնդիրներ են, կբարձրացնենք, այո, բայց խնդիրների գյուղական համայնքներում հիմնական խնդիրը գյուղատնտեսությունն է, անասնաբուծությունն է, ջերմոցային տնտեսությունն է, որը պիտի զարգացվի եւ զարգացվելու է, քաղաքում հիմնական խնդիրն է պատմամշակութային արժեքների պահպանումը, տուրիզմի զարգացումը, դրանք բոլորը քայլ առ քայլ գնալու ենք առաջ, իրականացնելու ենք սոցիալ-տնտեսական, որի արդյունքում զարգանալու է նաև սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այո, ներդրումներ ունենք կապեր արտասահմանում բնակվողների հետ, որոնք այս պահին էլ Վաղաշապատ համայնքում կատարում են բարեգործություններ, միջոցներ են ձեռնարկում այստեղ դեպի լավը փոխելու, մենք զարգացնելու ենք կապը գյուղացու, քաղաքացու միջև, գյուղացու եւ քաղաքացու կապը զարգացնելու ենք եւ պահելու ենք այդ դրսում բիզնեսներով զբաղվող անձանց հետ, որպեսզի կարողանան կատարել այստեղ ներդրումներ կատարել եւ ծրագրերը գնան առաջ։